Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրվա վերջին հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ Winter Cup-ի շրջանակներում կմրցեն միմյանցն Watford-ը եւ Palermo-ն։ Անչափ հետաքրքիր ու կարևոր հանդիպում է սպասվում առաջիկա 50 րոպեների ընթացքում մեզ եւ եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Watford-ից։ Դարպասը պաշտպանում է Վիտյա Գրիգորյանը համար 1, Նաիդի Պետրոսյան համար 2, Համլետ Աթայան համար 3-ն է նաեւ թիմի ավագն է։ Օլիմելյան Ադեբայո համար 4, Արմեն Արությունյան համար 5, Ռաֆայել Սերոփյան համար 6, Գևորգ Կարուշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Նարեկ Բադալյան համար 9, Գագիկ Սահակյան համար 10, Արամ Եսայան համար 11, Կամարցավարի Սուլիչը ու մեկտարկած է հանդիպումը։ Արմեն Մանուկյան համար 21, Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Էկտուբարյան համար 49։ Վայ Հունանյանը պաշտպանում է Palermo-ի դարպասը, համար 1 Օհան Օհանյան համար 2, Դավիթ Ավակյան համար 4, Հայկ Մկրտչյան համար 6, Կարեն Այվազյան համար 9, Կարապետ Տաշյան համար 10, Գրիգոր Հովանեսյան համար 11, Ռոման Լևոնյան համար 13, Նարեկ Գևորգյան համար 20, Հովանես Սադաֆյան համար 22, Նարեկ Գալոշյան համար 21, Արամ Մարտիրոսյան համար 26 եւ Միքայել Այվազյան համար 5։ Գրում են հիմա Watford-ի ֆուտբոլիստները, բայց այստեղ գնդակը բաժին հասավ Դարպասապա Հունանյանին։ Այստեղ Ադեբայոն առաջին արձագանքեց գնդակին ու կար խաղի կանոնների խախտում Ադեբայոյի դեմ պայքարում։ Այստեղ Palermo-ի ֆուտբոլիստներից Ռոման Լևոնյանն էր պայքարում Ադեբայոյի դեմ ու խախտեց խաղի կանոնները։ Հիմնական մրցավարի Սուլիչը Արուշանյանը գնդակ ուղարկում է Նաիդի Պետրոսյանի ուղղությամբ, Սահակյան ընդունեց գնդակը Գագիկ Սահակյանը հետ փոխանցում դեպի Դարպասապա Գրիգորյանը ու արդեն Watford-ը փորձում է սկսել հերթական գրողներից մեկը այս խաղում, իսկապես շատ կարևոր ու հետաքրքիր հանդիպում է այս հանդիպումը երկու թիմերի համար էլ։ Հիմա եկեք ծանոթանանք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ Watford-ը ունի այս պահին 3 անցկացած հանդիպումից հետո վաստակած 9 միավորով շատ արդյունավետ ու գեղեցիկ հանդիպումներ անցկացրեց Watford-ը, մեկտարկային 3 տուրերում ու տարավ նույնքան հաղթանակ եւ 9 միավորով այս պահին մրցաշարային աղյուսակում գտնվում է երրորդ հորիզոնականում, բայց հաղթանակի դեպքում հավասարվում են Նյուքասլին ու Յուվենտուսին, ովքեր արդեն մեկ հանդիպում ունեն Watford-ի նկատմամբ ավել անցկացրած ու 12 միավորով 3 առաջատարներ կկիսեն առաջին հորիզոնականը, նրանց կարող է հասնել նաև City-ն, ով իր 4 տուրի հանդիպումը դեռ պետք է անցկացնի եւ ունի այս պահին City-ն նույնպես Watford-ի պես 9 միավոր 3 անցկացած հանդիպումից հետո, իսկ համ Palermo-ն այս պահին 9 միավոր 9-րդ հորիզոնականում է գտնվում 3 միավորով 3 խաղից հետո անցկացած ու կիսում է 8-ից մինչև 10-րդ հորիզոնականը Ատալանտայի եւ Վերդերի հետ միասին։ Հաղթանակի դեպքում իհարկե այսօր կարող է մեծ քայլ կատարել Palermo-ն, եթե կարողանա եւս մեկ 3 միավոր այսօր վաստակել, ապա կարող է շրջանցել նույնիսկ Մոնցային ու բարձրանալ 6-րդ հորիզոնական մրցաշարային աղյուսակում։ Այո, Palermo-ն նախորդ տուրում իսկապես շատ համառ պայքարում, բայց ի վերջո զիջեց Շելսին 2-1 հաշվով։ Այնտեղ Ադամյանը կրճատեց հաշվի տարբերությունը Palermo-ի կազմում, բայց ավելին անել Palermo-ի ֆուտբոլիստերին այդ խաղում չհաջողվեց։ Այո, խոսենք Ադամյանի բացականության մի մասին, այս գրոյից հետո Հովանեսյանն էր այստեղ հարված կատարում, բայց գնդակը բաժին հասավ Դարպասապա Գրիգորյանը, ներողություն, ոչ թե Հովանեսյանն էր, Լևոնյանն էր այս դրվագում հարվածող ու գնդակը բաժին հասավ Գրիգորյանին։ Նաիդի Պետրոսյանն է շարժվում առաջ գնդակով աջ եզրով, Սահակյան ընդունեց գնդակը ու գրոհ տեղափոխում է Աթայանի ուղղությամբ։ Գեղեցիկ գրոհ է կազմակերպել Watford-ը, հարված են տեսնում ու հանդիպան հաշիվը բացված է 1-0 գոլի հեղինակ է դառնում Watford-ի կազմում Կարեն Սիմոնյանը բացելով հանդիպան հաշիվը։
Կարեն Սիմոնյան 1-0 Վոտֆորդը հասնում է հաջողության այս խաղում առաջինը ու տեսնենք հիմա Պալերմոն ինչով կփորձի պատասխանել բաց թողած գնդակին իսկապես գեղեցիկ գրոզ սկսեցին Վոտֆորդի ֆուտբոլիստները Սահակյանից սկսեց ամեն ինչով գնդակ ուղարկեց Աթայանի ուղությամբ իսկ Աթայանի կատարած փոխանցումից հետո ընդունեց շրջվեց ու Սիմոնյանը գրավեց մրցակցի դարպասը 1-0 երրորդ րոպեին հենց Վոտֆորդը առաջ անցավ հաշվում է եւ հիմա իսկապես Էլ ավելի կհետաքրքրանա հանդիպման ընթացքը Վոտֆորդը միանշանակ պայքարում է այս խմբում առաջատարներին դասվելու շարքում իհարկե 3 հանդիպումից հետո ունեն 100% արդյունք 4 հանդիպումն էլ այս պայդրությամբ հաղթում են Սահակյան գեղեցիկ է ուղարկեց գնդակը դեպի ձախ եզր ու շարժվում է առաջ Գագիկ Սահակյանը Ես հիշեցնեմ, որ Winter Cup-ի play-off-ի ուղղագիր նվաճելու են առաջին ութնյակը զբաղեցած թիմերը երկու խմբում, այնպես որ այս պայից սկսած միավորնել կորցնել ոչ մի թիմին չի կարելի Սահակյանն է հարվածում ու տաշչանը կանգնեց գնդակի ճանապարհին անկյունային հիմա երկիացնեն Վոտֆորդի ֆուտբոլիստները բավական ակտիվ է մեկնարկել հանդիպումը Վոտֆորդը ու տեսնենք առայժմ բաց թողած գնդակից հետո դեռ անառիկ է Պալերմոյի դարպաս այս րոպեների ընթացքում քիչ առաջարկ է գրավեց Պալերմոն մրցակցի դարպասի իսկ այստեղ Ադեբայան խաղթեց խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում ու ընդունեց իր խաղթումը ստանդարտ իրացնի հիմա Պալերմոն այո այսօր Պալերմոյի կազմում բացակայում է Պալերմոյի առաջատար ֆուտբոլիստը Արսեն Ադամյանը իհարկե շատ մեծ կորուստ է Ադամյանի բացակայությունը ցանկացած խաղում բայց Ադամյանը դեռ առաջիկա հանդիպումներում նույնպես չի կարողանա օգնել իր թիմին հետո նոր արդեն կմիանա Պալերմոյը կփորձի այդ ընթացքում հաջողության հասնել իր թիմի կազմում հիմա կար այստեղ խաղի կանոնների խախտում եւ ստանդարտ կիրացնի Վոտֆորդը դաշտի ձախ հատվածից Սիմոնյանն է հենց գնդակի մոտ Առայժմ հանդիպման միակ գոլի հեղինակը կա մրցավարի սուլիշը Սիմոնյան փոխանցում արադարձ եղավ ու այստեղ Հունանյանը կարողացավ հեռացնել գնդակը Եզրից կնետեն Վոտֆորդի ֆուտբոլիստները այստեղ Էկտուբարյանը թույլ տվեց որպեսզի գնդակը դուրս գա դաշտի սահմաններից Էկտուբարյան տեսնենք ինչ որոշում կայացնի կատարեց Եզային հետո Արոշանյանի ուղղությամբ Կրկին Էկտուբարյան բարձից փոխանցում Սիմոնյանը երկրորդ հարկում պայքարում ախտոց դուրս գալիս բայց Բարթեր դիքու այստեղ գնդակը բաժին հասավ Պալերմոյի դարպաս ապա Վայեն Հունանյանին հիմա կրկին գրովում են Պալերմոյի ֆուտբոլիստները բայց ընկավ այստեղ գրոյի տեմպ ու եզրային հետում կտեսնենք Պալերմոյի կատարմամբ Այվազյան դեպի ձախ ուղարկեց գնդակը Տաշյանն է ընդունել գնդակը բայց այստեղ Շտացվեց հաջող կասեցում կատարել ու եզրից նետում է Նայդի Պետրոսյանը գնդակ ուղարկելով Ադեբայոյին Վիտյա Գրիգորյան դեպի ձախ ուղարկեց գնդակ ու Աթայանը կսկսի Վոտֆորդի հերթական գրողը խորքից Ադեբայո ուղարկում է գնդակը դեպի Աչ Պետրոսյան Սահակյանը ընդունեց գնդակը տեսնենք բայց այստեղ երկու մրցակից միանգամից շրջափակման մեջ առան Վոտֆորդի 10 համարին ու ստիպված եղավ կորցնել այս դրվագում գնդակի հիմա Պալերմոն է անցել արագ հակագրոյի տեսնենք այս գրոհը ինչ կտա Պալերմոյին բայց չհասցրեց այստեղ Պալերմոյի ֆուտբոլիստը փոխանցում կատարել իսկապես շատ արագ հակագրոհ կարող էին կազմակերպել բայց Շտացվեց Լևոնյանի մոտ փոխանցում կատարել հիմա էլ եթե Էկտուբարյանը կարողանար խլել գնդակը մրցակցից ապա շատ լուրջ հակագրոհի կանցներ Վոտֆորդը բայց հասցրեց Պալերմոյի ֆուտբոլիստը փոխանցում կատարել Եզից կնետի Վոտֆորդը Թողեց Արուշանյանը գնդակը Սահակյանին այս ընթացքում փոփոխություն է տեղի ունենում Պալերմոյի կազմում Տեսնենք, Նայդի Պետրոսյան, կրկին Ադեբայոնն է գնդակով դեպի Աթայանը փոխանցում կատարեց Ադեբաyon Սահակյան
Մնաց գնդակով Գագիկ Սահակյանը հերվից է հարվածում ու Հունանյանը ետ բղեց իսկ Էկտուբայանը նպաստավոր դիրքից վրիպեց հիմա շատ լավ հնարավորություն կորցրեցին Watford-ի ֆուտբոլիստները իսկապես Սահակյանի կրակոցը գեղեցիկ ստացվեց բայց հեռու է տարածություն ու դարպասապահ ետ բղեց իսկ Սիմոնյանի այս կատարած հարվածը ոչ ոք չէր կարող ետ բղել 2-0 Watford-ը կրկնապատկում է առավելությունը Դուբլ Սիմոնյանից 2-0 Watford-ը հաղթում է արդեն հաշվի մեջ ու հիմա արդեն Պալերմոյի խնդիրը գնալով էլ ավելի է բարդանում հանդիպման առաջիկա 10 րոպեների ընթացքում բաց թողեցին 2 գնդակ հիմա էլ սխալվում են պաշտպանությունում Սահակյան վտանգավորը գրավել է պետ դարպասը բայց այստեղ դարպասապահը կարողացավ կողմնորոշվել ու հեռացնել գնդակը ամեն ինչ գեղեցիկ արեց Գագիկ Սահակյանը շրջանցեց մեկ մրցակցի բայց հարվածը Բաժին հասավ դարպասապահ Հունանյանին, հիմա Watford-ը կրկին գրոհում է Սիմոնյան Շատ լավ փոխանցում է դեպի Գևորգ Արուշանյանը Արուշանյանն էլ գնդակը հասցեագեց դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ կարողացան հեռացնել Պալերմոյի պաշտպանները, իսկ հետո հետևեց խաղի կանոնների խախտում Սիմոնյանի կողմից Այո, Watford-ի պաշտպանությունը պարզապես Winter Cup-ում ֆանտաստիկ է գործում 3 անցկացած հանդիպումից հետո ընդամենը 1 գնդակ են բաց թողել Watford-ի ֆուտբոլիստները իսկ հարձակման մասին ասել ուղղակի էլ ավելի պետք է խոսել հարձակման գծի առաջատարների մասին 15 գնդակ հեղինակել է արդեն Watford-ը միջ այս հանդիպումը 2 գնդակ էլ այսօր հեղինակեցին առայժմ առաջին 10 րոպեների ընթացքում այնպես որ շատ արդյունավետ է մեկտարկել Winter Cup-ը Watford-ը ու վստակ հայլերով շարժվում են առաջ հիմա Տաշչյանն է գնդակով դեպին կենտրոն փոխանցում հետևեց Տաշչյանի կողմից Այվազյան դեպին Ավակյանը կատարեց փոխանցում կրկին ստացավ գնդակը Ավակյանից շատ լավ նկատեց Տաշչյանին ձախ եզրում Այվազյան հարվածել է պետք է հեռվից, բայց այստեղ Էկտուբարյանը կանգնեց գնդակի ճանապարհին Նայիրի Պետրոսյանն էլ որքան հնարավոր է խանգարեց կրկին Այվազյան հիմա սխալվում է Պալերմոն ու Սահակյանը կրկին խլել է գնդակ ու շարժվում է առաջ 3-3-ի դիմաց Արուշանյանն է միացել գրոհին, բայց չհասցրեց Սահակյանը փոխանցում կատարել հիմա եկավ ու խլեց գնդակը մրցակցից կրկին Սահակյան, բայց այստեղ հեռացեցին գնդակը Սահակյանի ոտքերի տակից այն բաժին ասավ կրկին Watford-ին Պետրոսյան ուժեղ էր մի փոքր այստեղ փոխանցում ու գնդակը կրկին Պալերմոյի մոտ է Այվազյան դեպին ձախ եզր ուղարկեց գնդակը հիմա էլ առաջ փոխանցում տեսանք բայց այստեղ չարձագանքեցին խաղընկերները Դավիթ Ավակյանի կատարած փոխանցման ու հարված կլինի Watford-ի դարպասից դարպասապահ արագորեն խաղարկում է գնդակը Ձախ եզրում գտնվող խաղընկերոջ հետ Կարեն Սիմոնյան Արուշանյանն ստացել գնդակը ու գեղեցիկ կերպ փոխանցում կատարեց Ադեբայոյի ուղղությամբ Էկտուբարյան դեպի Արուշանյանն է ուղղված գնդակը բայց այստեղ սահանքման գնով կարողացավ հեռացնել Պալերմոյի ֆուտբոլիստը հետո խաղաց ձեռքով ու ստանդարտ հիմա շատ վտանգավոր դիրքում կհետևի Պալերմոյի դարպասի ուղղությամբ այստեղ Այվազյան այո խաղաց ձեռքով իհարկե ընկած իրավիճակում ոչինչ չհասցրեց անել եւ տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Watford-ին Ադեբայոն է գնդակի մոտ Շատ նպաստավոր է դիրքը հարված կատարելու համար կա մրցավարի սունիչը Ադեբայո հարվածում մի փոքր բարձր ընթացավ այստեղ Ադեբայոյի կատարած հարվածից հետո գնդակը եւ հարված կլինի Վայո Հունանյանի պաշտպանած դարպասից Հիմա փոփոխություն
Watford-ի կազմում տեղի ունեցավ եռակի։ Ու տեսնենք նոր փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ օգուտ կփորձեն տալ Watford-ի կազմում։ Իհարկե առաջատարներից մի քանի ֆուտբոլիստ հիմա դուրս եկավ խաղադաշտից, օրինակ Սահակյանը լքեց խաղադաշտը, դուբլի հեղինակ դարձած Սիմոնյանը դուրս եկավ փոխարինվեց ավելի ճիշտ Օանյան, կրկին խաղարկում են գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները, այո, Watford-ի հիմնական կազմը կարելի ասել իր առջև դրված խնդիրը առաջին 10-15 րոպեների ընթացքում կարողացավ լուծել, արագորեն երկու գնդակ հեղինակեցին ու հիմա խաղընկերներն են ստացել հանդիպումը շարունակելու հնարավորություն, հիմա սխալ հետևեց Պալերմոյի գործողություններում ու Սերոփյանն է շարժվում առաջ գնդակով, կար այստեղ խաղի կանոնների խախտում Սերոփյանի դեմ պայքարում եւ կրկին ստանդարտի հնարավորություն է ստանում Watford-ը։ Հիմա էլ Գևորգ Կարուշանյանն է գնդակի մոտ, տեսնենք Կարուշանյանի հարվածը ինչպես կստացվի, նա սիրում է հեռահարատարածություններից գրավել մրցակիցների դարպասը։ Արուշանյան հարված, բայց այս անգամ Ունանյանը կարողացավ ետ բղել գնդակը։ Եզրից կնետի Watford-ը, բավական բարձր է հանդիպան տեմպը այս անցած 15 րոպեների ընթացքում։ Եսայանը կկատարի եզրային նետումը, երկար փոխանցում հետևեց դեպի Արուշանյանը, Արուշանյանն էլ հարվածեց ու այստեղ պաշտպանն է իր վրա ընդունում գնդակը։ Շարունակվում է կրկին Watford-ի գրո, ինչ է կատարվում այստեղ։ Մանուկյանը փորձեց փոխանցում կատարել, բայց բարդ իրավիճակում էր ու գնդակը բաժին հասավ հիմա Պալերմոյի դարպասապահ Ունանյանին։ Ուժեղ փոխանցում կատարեց Ունանյանը առաջ եւ այստեղ եզրից կնետի Պալերմոն, այո, լավ կացեցում չկարողացավ այստեղ կատարել Հայկ Պողոսյանը։ Եվ տեսնենք Պալերմոն, այո, պետք է փորձի անել այս պահին։ Առավելագույնս պետք է հիմա փորձել մեկ գնդակ գոնը ետ բերել մինչ ընդմիջման գնալը, որպեսզի մտածեն այս խաղում հետագա անելիքների մասին։ Փոխանցում է այստեղ փորձում կատարել Պալերմոյի ֆուտբոլիստը, բայց հենց իրենց էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Վիցյա Գրիգորյանի պաշտպանած դարպասից։ Հարությունյան դեպի Հայկ Պողոսյանը փոխանցում հետևեց Հարությունյանի կողմից, Գևորգ Կարուշանյան ավելացեց այստեղ գնդակի ընթացքը Հարությունյանը, բայց Օհանյանը այստեղ առաջին արձագանքեց գնդակին, հիմա էլ կա փոխանցում, բայց գնդակը չհասավ Ռաֆայել Սերոփյանին, քանի որ դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը Պալերմոյի դարպասապահ Ունանյանը, Հարությունյան այստեղ մի փոքր հեռու թողեց իրենից գնդակը Հարությունյանը, Պալերմոյի պատասխան գրոհին են ականատես լինում, Օհանյանն է միացել ձախ եզրով գրոհին, Օհանյան մի փոքր ցույց ստացվեց այստեղ փոխանցումը, բայց գնդակով մնացին Պալերմոյի ֆուտբոլիստները, տեսնենք, հարված նույնիսկ դարպասի ուղղությամբ հետևեց, բայց բարձր է ստացվում այստեղ Ռոման Լևոնյանի կատարած հարվածը։ Հիմա տեսնենք ինչ է պատահել Watford-ի 5 համարին, ձգել է կարծես մկանը Արմեն Հարությունյանը, հուսանք վնասվածքը լուրջ չի լինի եւ թիմի պաշտպանը կկարողանա շարունակել հանդիպումը։ Այնուամենայնիվ փոխարինվեց Հարությունյանը այս րոպեներին իհարկե նրան օգնություն կցուցաբերեն ու հուսանք, որ նրան մենք կրկին կտեսնենք խաղադաշտում։ Հիմա գնդակով Watford-ի ֆուտբոլիստներն են Նայիրի Պետրոսյան,
Ուղարկեց գնդակը Եսայանին, ոչ, ներողություն, Եսայանն չէ այս դրվագում, Արմեն Մանուկյաններով գնդակը ուղարկեց դեպի դարպասապա Գրիգորյանը եւ հիմա Վոտֆորդը սկսում է երթական գրոններից մեկը Ձախեզով Արուշանյան լավ է նկատել այստեղ խաղընկերոջ գրոյի միացումը, բայց փոխանցումը չանցավ։ Հիմա արդեն գրոհում է Պալերմո Սադաֆյանն է գնդակով, գուցե փորձի հեռվից հարվածել Սադաֆյանը, Արուշանյանը նրան դիպավորեց ու փակեց հարված կատարելու ճանապարհը։ Հիմա էլ ուժեղ էր այս փոխանցումը եւ Լևոնյանը չկարողացավ հասնել գնդակին։ Եզրային նետում կտեսնենք։ Արուշանյան Դեպի Նայելի Պետրոսյանը հետևեց փոխանցում։ Եսայանն է այստեղ գնդակով։ Ադեբայոկա փոխանցումը դեպի կենտրոն, կրկին Արուշանյան։ Շատ լավ նկատեց Արուշանյան այստեղ խաղընկերոջը գեղեցիկ գրոյ էր անցել Վոտֆորդը, բայց այստեղ ուժեղ ստացվեց Արմեն Մանուկյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի Պալերմոյի դարպասից։ Օհանյան ընդունեց ու շարժում է առաջ գնդակ Օհանյանը, բայց այստեղ փոխանցումը փակվեց, հիմա կրկին գնդակով Պալերմոնը լավ հնարավորություն հաշիվը կրճատելու, բայց այստեղ Ավակյանը կորցրեց հարված կատարելու հնարավորությունը։ Սադաֆյան տեսնենք այս գրոհը ինչ կտա Պալերմոյին Ավակյան, բայց դուրս եկավ պաշտպանությունից Վոտֆորդը, հետո էլ ստիպված եղան խախտել այս դրվագում խաղի կանոնները Վոտֆորդի ֆուտբոլիստները։ Եվ տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Պալերմոյին։ Գրիգոր Հովանեսյանն է գնդակի մոտ, կա մրցավարի սուլիչը Հովանեսյան, հեռու է տարածությունը հարված կատարեց ու պատկազմած ֆուտբոլիստը տվյալ դեպքում Արամ Եսայանի իր վրա ընդունեց գնդակը, հիմա շարժվում է առաջ Պալերմոյի պաշտպանը, բայց այստեղ խլեցին Վոտֆորդի ֆուտբոլիստները ու արագ հակագրոհ, բայց այստեղ գեղեցիկ պաշտպանվեց Պալերմոյի 21 համարը Քալոշյան Նարեկը ու ինչ է պատել, հիմա տեսնենք Պալերմոյի ֆուտբոլիստին։ Հարված ստացավ իր վրա Պալերմոյի ֆուտբոլիստը, բայց հուսանք, որ ամեն ինչ կարգին կլինի ու կարողանա շարունակել հանդիպումը։ Կարծես թե այո, Հովանես Սադաֆյանն է։ Այո, բայց հիմա արդեն ամեն ինչ կարգավորվեց, Սադաֆյանը կրկին շարունակում է մնալ խաղադաշտում, Եսայան, Արուշանյանին թողեց գնդակը Եսայանը, շատ լավ փոխանցում է կատարում այստեղ Գևորգ Արուշանյանը, վտանգավոր գրոհ է, տեսնենք, հարվածել նույնիսկ տեսնում ու գնդակը հայտնվեց դարպասում, 3-0 արդեն Վոտֆորդը լուրջ քայլ է կատարում այս խաղում հաղթանակի հասնելու համար։ Արմեն Մանուկյան 3-0 Վոտֆորդը խաղակեսի վերջնամասում եռապատկում է առավելությունը ու արդեն իսկապես լուրջ քայլ կատարում 3 միավորի հասնելու համար։ Բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է Պալերմոն դուրս գա այս իրավիճակից, այն էլ այսպիսի խաղով իհարկե փորձում են անել հնարավորինս Պալերմոյի ֆուտբոլիստները, կրկնում եմ, չկա այսօր Պալերմոյի առաջատար ֆուտբոլիստը Արսեն Ադամյանը, ով իհարկե միայնակ կարողանում էր խաղադաշտում որևէ խնդիր լուծել իր թիմի կազմում, բայց Վոտֆորդը այս պահին շատ լավ է զգում իրեն խաղադաշտում, թե գրոհ կատարելուց, թե պաշտպանվելուց եւ իր հնարավորությունները շատ լավ կերպ կարողանում է օգտագործել։
Հիմա Եսայանի փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց ու գրով փորձեցին ձեռնարկել Պալերմոյի ֆուտբոլիստները, բայց չստացվեց, Քալոշյան ու խաղարկում են հիմա գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները պաշտպանությունում Տեսնենք ինչ որոշում կայացնի Հովանեսյանը հարված դարպասածողից անդրադարձ եղավ ու այստեղ գնդակը չհայտնվեց դարպասում հայո երկու անգամ գնդակը դիպավ դարպասածողին ու դուրս եկավ Դաշտի սահմաններից այո չէր հայտնվել իսկապես գնդակը չէր հատել այն դարպասի գիծը որտեղ կարձանագրվել խփված գնդակի իսկ հիմա Ոթֆորդի պատասխան գրոյնը կականատես դիմում վտանգավոր է հարված ու բարձր է հիմա է ստացվում Ոթֆորդի 6 համարի կատարած հարվածը եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-0 հաշվով կարճ թե դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք միասին դիտելու Ոթֆորդն դեմ Պալերմոյի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 3-0 է օգուտ Ոթֆորդի նախ կարողացավ Սիմոնյանը դուբլ գրանցել իր անվան դիմաց հետո էլ խաղակեսի վերջնամասում Մանուկյանը երապատկեց Ոթֆորդի առավելություն ու թիմերը ընդմիջման գնացին հենց 3 գնդակի տարբերությամբ հիմա մեկտարկեց երկրորդ խաղակեսը տեսնենք ինչ կփորձի անել առաջին հերթին Պալերմոն երկրորդ խաղակեսում Ետ վերադառնալու համար հանդիպման մեջ, բայց առայժմ կրկնում են Ոթֆորդը շատ գերվստահ հանդիպում է այսօր անցկացնում, ընդհանրապես Վինտեր կապում Սահակյան, բայց այստեղ չկարողացավ արված կատարել Սահակյանը գեղեցիկ էր ամեն ինչ սկսվեց Աթայանից, Արուշանյանն էլ ավելացեց գնդակի ընթացքը, բայց վերջին պահին իհարկե Սահակյանը բարդ դիրքում էր ու չկարողացավ գրավել դարպասը, բայց Գևորգ Արուշանյանը ինչպես զգաց, որ խաղանկերը թիկունքից միանում է գրոյին ու կատարեց այդ փոխանցումը։ Եկեք հիմա արագորեն Եվս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի հայտացուցակներից, սկսենք Ոթֆորդից Վիցյա Գրիգորյանը դարպասում է համար 1, Նայիրի Պետրոսյան համար 2, Համլետ Աթայան համար 3, Օլամիլեկան Ադեբայոն համար 4, Արմեն Հարությունյան համար 5, Ռաֆայել Սերոփյան համար 6, Գևորգ Արուշանյան համար 7, վտանգավոր էր, բայց այստեղ դուրս եկավ դարպասից Գրիգորյանը ու վերցրեց գնդակը, Հայկ Պողոսյան համար 8, Նարեկ Բադալյան համար 9, Գագիկ Սահակյան համար 10, Անամ Եսայան համար 11, Արմեն Մանուկյան համար 21, Կարեն Սիմոնյան համար 22 և Նարեկ Էկտուբարյան համար 49։ Հիմա այս գրոյին հականատես լինենք, Սիմոնյան պտտեցեց գնդակը, բայց բարձր ընթացավ այս անգամ Սիմոնյանի կատարած հարվածը և այսպես դարպասը պաշտպանում է Պալերմոյի Վայեն Հունանյանը համար 1, Օհան Օհանյան համար 2, Դավիթ Ավակյան համար 4, Միքայել Այվազյան համար 5, Հայկ Պկրչյան համար 6, Կարեն Այվազյան համար 9, Կարապետ Տաշյան համար 10, Գրիգոր Հովանեսյան համար 11, Ռոման Լևոնյան համար 13, Նարեկ Գևորգյան համար 18, Հովանես Սադաֆյան համար 20, Նարեկ Կալոշյան համար 21, Արամ Մարտիրոսյան համար 26, այսպիսի կազմ ունի Պալերմոն։ Աթայան հիմա կատարեց փոխանցում Գևորգ Կարոշանյանի ուղղությամբ վերջինս գնդակը հասցեագեց Սահակյանին, այստեղ լավ գործեց Սահակյանը ու հասցրեց գնդակին, բայց խախտեց այո խաղի կանոնները այստեղ Գագիկ Սահակյանը թիկունքից հրեց մրցակցին և տեսնենք ստանդարտ հիմագիրացնեն Պալերմոյի ֆուտբոլիստները Կա մրցավարի Սուլիչը, հարված, բայց բավական բարձր ընթացավ այստեղ Պալերմոյի ֆուտբոլիստի կատարած հարվածը Տուգանայինից ու հարված կլինի Ոթֆորդի դարպասից Պետրոսյան Դեպի Ադեբայոն փոխանցում հետևեց Շատ լավ նկատեց Ադեբայոն այստեղ Էկտուբարյանին Գագիկ Սահակյան
Շատ լավ փոխանցում էր Սիմոնյան, այստեղ փորձեց կիսը շրջադարձ հարվածով գրավել դարպասը, բայց չհասավ այս դրվագում գնդակին։ Սիմոնյանը իսկապես փայլուն փոխանցում կատարեց այս դրվագում Գագիկ Սահակյանը, իհարկե պետք չէ Սահակյանին կրկնում եմ թույլ տալ հարվածային դիրքում հայտնվել կամ նմանատիպ իրավիճակներում փոխանցում կատարել, ամեն ինչ ճշգրիտ ու ճիշտ ժամանակին է անում Ոթֆորդի 10 համարը եւ նրա կատարած հարվածներից հետո միայն պետք է բավականաչափ ռեակցիա դրսևորի դարպասապահ, որպեսզի փրկի իրավիճակը, եթե ստացվում է իհարկե Սահակյանի հարվածները, եւ նույնը կարող եմ ասել փոխանցումների մասով, իսկապես Գագիկ Սահակյանը շատ փորձառու ֆուտբոլիստ է Աֆելում, ընդհանրապես Ոթֆորդի կազմում ու օգտվում է իրեն ընձեռնված ցանկացած հնարավորությունից։ Հիմա Աթայանը գրագետ գործեց ու ես իսկ նետի Ոթֆորդը Պետրոսյան թիկունքից էր մոտեցել մրցակիցը, բայց չկար այստեղ խաղի կանոնների խախտում։ Հիմա էլ մաքուր գործեց Պետրոսյանը, Քալոշյանն է գնդակով դեպի առաջ փոխանցում, վտանգավոր է հարված ու այստեղ գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Ռոման Լևոնյանի կատարած հարվածից հետո կրկին Ոթֆորդի ֆուտբոլիստներն են գնդակով, Գևորգ Արուշանյան շատ լավ նկատեց Արուշանյանը Էկտուբարյանին, հիմա գրոհի է հասնում Ոթֆորդը, Ադեբայո դեպի Աթայանը փոխանցում, հետևեց լավն էր Աթայանի փոխանցումը, բայց այստեղ չկարողացան կասեցնել Ոթֆորդի ֆուտբոլիստները, մի փոքր է իհարկե բարձրացեց գնդակը Աթայանը եւ բավական բարդ էր այդ իրավիճակում ընդունել գնդակը Գագիկ Սահակյան այդ փոխանցումը հետևեց Ադեբայոյի ուղղությամբ Գևորգ Արուշանյան եւ դարպասապահ Գրիգորյանը հասցեագրեց գնդակը Սահակյանին, բայց վերջին պահին կարողացան խլել Պալերմոյի ֆուտբոլիստները, լավն էր այս փոխանցումը Լևոնյանի ուղղությամբ, բայց դարպասապահ Գրիգորյանը ամեն ինչ հաշվարկել էր, դուրս եկավ դարպասից ու որցած գնդակը Գևորգ Արուշանյան, լավն էր փոխանցումը եւ այստեղ էլ Էկտուբարյանը չկողմնորոշվեց ինչպիսի դիրք զբաղեցնի ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, հիմա պրեսինգ էր գնացել հենց Էկտուբարյանը, բայց Պալերմոյին հաջողվեց դուրս գալ պաշտպանությունից ու սկսել իրենց հերթական գրոհներից մեկը, իսկ այստեղ Այվազյանի կատարած փոխանցումը եւս մեկ անգամ ուժեղ ստացվեց։ Համլետ Աթայան, սխալ պաշտպանությունում Լևոնյան կրճատել է պետք հաշիվը, բայց կորցրեց այստեղ Լևոնյանը հարվածային դիրքը, հեռու թողեց իրենից գնդակ ու Արուշանյանն էլ հիմա աչիեզով զարգացնում է արագություն, Գևորգ Արուշանյան կա փոխանցումը եւ անկյունային իրացնեմ Ոթֆորդի ֆուտբոլիստն այստեղ կարողացավ հեռացնել գնդակը Գրիգոր Հովհաննիսյանը։ Սահակյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատուշներ, վտանգավոր է Սիմոնյան ու բարձր է ստացում Սիմոնյանի կատարած հարվածը։ Հարված կլինի հիմա Պալերմոյի դարպասից։ Այո, պարտության դեպքում իսկապես Պալերմոն շատ ավելի բարդացնի խնդիրը մրցաշարային աղյուսակում, բայց այնպես չէ, որ դուրս գալու շանսեր փլեյոֆ ընդհանրապես չկան, սա դեռ ընդամենը թիմերի 4 հանդիպումն է Վինտեր քափում եւ այս հանդիպումից բացի դեռ թիմերը 13 տուր ունեն անցկացնելու խմբային փուլի արգելքը հաղթահարել կամ չհաղթահարելու համար, այնպես որ 13 տուրից հետո նոր ընդհանուր պատկերը կձևավորվի։ Հիմա անկյունային կիրասնի Պալերմոն բարձից փոխանցում է հետևում ու այստեղ Վիտյա Գրիգորյանը հեռացեց գնդակը Լևոնյան ստացվեց առաջին հարվածը, երկրորդ էլ բարձր է ստացվում Լևոնյանի կատարած հարված ու հարված կլինի Վիտյա Գրիգորյանի դարպասից։ Պետրոսյան
Դեպի Արուշանյանը փոխանցում հետևեց Գևորգ Արուշանյանն էլ նկատեց Սիմոնյանի առաջ խաղացումը գլխով արված ու հիմա դարպասածողն է օգնության հասնում Պալերմոին այլապես Սիմոնյանը հետրիկ կգրանցրի անվան դիմաց բայց անկախ ամենից որ գնդակը հայտնվեր թե չհայտնվեր դարպասում եկեք ծափարություններ ու արժանին մատուցեն Գևորգ Արուշանյանին այս ֆանտաստիկ փոխանցման համար որը նա քիչ առաջ կատարեց Սիմոնյանի ուղղությամբ Էկտուբարյան ուղարկում է գնդակը Գագիկ Սահակյանին բայց այստեղ Պալերմոյի պաշտպանները Խլեցին գնդակ իսկ Արուշանյանը հասցրեց այստեղ փոխանցում կատարել դարպասապա Գրիգորյանի ուղղությամբ Կրկին Արուշանյան թողնում է գնդակը Ադեբայոյին ու գրոյի տեղափոխություն դեպի Սիմոնյանը բայց ուժեղ էր այս փոխանցումը Եզիս կնետի Պալերմոն Սադաֆյանն էր այստեղ պայքարում ու հասավ գնդակին Հովհաննես Սադաֆյանը Հիմա էլ չկար արդյոք խաղի կանոնների խախտում, ոչ, Եզիս կնետի Պալերմոն Այո, խաղի կանոնների խախտում է պահանջում այստեղ Հայկ Պողոսյանը, բայց ոչինչ չէր տեսել մրցավարը Հիմա գեղեցիկ անցում է կատարում ու հարվածում դարպասի ուղղությամբ այստեղ Պալերմոյի 11 համարը Գրիգոր Հովհաննիսյանը բայց թույլ ստացվեց վերջին կատարած հարված ու գնդակը առանց որևէ խնդիրների վերցեց Գրիգորյանը եւ հարվածի հիմա էլ կլինի Պալերմոյի դարպասից այս ընթացքում փոփոխություն Պալերմոյի կազմում Եվ տեսնենք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել հիմա Սիմոնյանն է գնդակով Շատ լավ փոխանցում կատարեց դեպի աչեզը Նայիրի Պետրոսյան ուղարկեց գնդակը Գագիկ Սահակյանի ուղղությամբ Գևորգ Արուշանյան բայց այստեղ չհասավ գնդակը հարված կատարելու համար Արուշանյանի խանգարեցին մրցակիցները հիմա էլ Պալերմոյի արագ պատասխանը բայց այստեղ գերազանց պաշտպանվեց Ոդվորդի 8 համարը Հայկ Պողոսյանը Թույլ չտալով Քալոշյանին շրջանցել իրեն նորից սկսում է Պալերմոն խորքից Միքայել Այվազյան Շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Այվազյանը Ավակյանի ուղղությամբ բայց կրկին գնդակով Ոդֆորդն է Էկտուբարյան թողնում է գնդակը Սիմոնյանին ստացվում պատասխան փոխանցումը Եվ հենց Էկտուբարյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Եզիս կնետի Պալերմոն Այվազյան հետ փոխանցում է հետևում դեպի Վայե Ունանյան ու վերջինս էլ ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ այստեղ առաջինը հասավ գնդակին Գևորգ Արուշանյանը բայց նրա գլխով կատարած փոխանցումից հետո կրկին գնդակը Պալերմոյի մոտ է իսկ այստեղ կար թիկունքից խաղի կանոնների խախտում Գրիգոր Հովհաննիսյանի դեմ պայքարում ու ստանդարտ հիմա կիրացնի Պալերմոն Տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Պալերմոյի ֆուտբոլիստներին վտանգավոր է հարված հիմա էլ ցածից հետևեց ու Գևորգ Արուշանյանը իր վրա ընդունեց գնդակը Սահակյանն էլ այստեղ սխալվեց ու Պալերմոն կրճատում է հաշվի տարբերությունը 3-1 Ռոման Լևոնյանը գրավում է Ոդֆորդի դարպասը Ռոման Լևոնյան 3-1 հիմա արդեն երկու գնդակ է մնում Պալերմոյին հաշվի հավասարությունը վերականգնելու համար եթե կարողանա եւս մեկ արագ հեղինակել ապա վերջում հանդիպան ինտրիգը էլ ավելի կհետաքրքրանա Հարված հիմա Պալերմոյի դարպասից կլինի Խաղարկում են այստեղ Պալերմոյի ֆուտբոլիստները գնդակը Լևոնյան, բայց հեռու թողեցի ենից մի փոքր գնդակ ու գնդակը բաժին ասավ Արուշանյանին, հետո էլ Այվազյանը խլեց, հարվածեց ու հիմա դարպասածողն է օգնության գալիս Ոդֆորդին, ինչպիսի հետաքրքիր հանդիպում ենք դիտում, այո դուրս է եկել հիմա գնդակը դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Մոհանյանը համաձայն չէ մրցավարի հետ, բայց այնտեղ
Լքել էր իսկապես գնդակը դաշտի սահմանները։ Արուշանյան Գեղեցիկ կերպով գրոյի տեղափոխությունը դեպի Սիմոնյանը, ստացվեց Սիմոնյանի մոտ փոխանցում կատարել։ Էկտուբալյան կրուկով փոխանցում դեպի Սիմոնյանը, վտանգավոր գրոյի անցնում Վոտֆորդը, բայց այստեղ չկար խաղի կանոնների խախտում, արդյոք ոչ Ավագյան հասցրեց ազատվել գնդակից, այստեղ Դավիթ Ավագյանը ու գրոյի անցնում Իմայել Պալերմոն, բայց այս փոխանցումը անհաջող ստացվեց։ Արուշանյանն է կրկին գնդակով, Գագիկ Սահակյան, տեսնենք ինչ որոշում կայացնի, վաստակ է ստուգանային արված հնարավորություն Գագիկ Սահակյան, այո, դիկունքից հրեցին մրցակիցները նրան եւ ստանդարտ իրասի Վոտֆորդը։ Սահակյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտից ինչ կփորձի անել Վոտֆորդը, հերո է տարածությունը կա մրցավարի սուլիչը Գագիկ Սահակյան, բարձից փոխանցում, բայց ուժեղ ստացվեց այստեղ Սահակյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Վայ Հունանյանի դարպասից, շտապում է հիմա իսկապես Պալերմոն շտապում է, եթե մի պահ այսպես պատկերացնենք, որ կարող են եւս մեկ գնդակ հեղինակել Պալերմոյի ֆուտբոլիստները, ապա բավական հետաքրքիր վերջնամաս կունենանք։ Սադաֆյան մնաց գնդակով Սադաֆյանը Լևոնյան հարված ու այստեղ իր վրա ընդունեց գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստի կատարած հարվածից հետո Վոտֆորդի ֆուտբոլիստ Հայկ Պողոսյանը եւ այստեղ արդյոք չկար խաղի կանոնների խախտում ոչ անկյունային հարված է նշանակել մրցավարը Կամ մրցավարի սուլիչը Ավագյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում, բայց այստեղ հարված չկարողացավ ոչ ոք կատարել ու Սահակյանը նետվում է առաջ, բայց այստեղ կարողացավ սահանքման գնով հեռացնել գնդակը Վոտֆորդի ֆուտբոլիստը Պալերմոյի պաշտպանը ներողություն Սահակյան բարձից փոխանցում Իմայել Այվազյանը լավ գործեց երկրորդ հարգում ու Պալերմոն է անցնում գրոյի Գրիգոր Հովհաննիսյանը սկա առաջին անցումը, բայց այստեղ Ադեբայոն շատ վստահ կերպով դուրս եկավ պաշտպանությունից ու թույլ չտվեց մրցակցին գրո կազմակերպելու հիմա էլ սխալվեց փոխանցում կատարելուց Ադեբայոն Այվազյան Դեպի Ձախ փոխանցում հետևեց, բայց այստեղ Խերլ կողեցի ենից գնդակը Կարապետ Տաշչյանը ու եզից կնետեն Վոտֆորդի ֆուտբոլիստները Ադեբայոն Գևորգ Արուշանյան կրկին Ադեբայոնին հետ կատարում փոխանցում, բայց թողեց այստեղ Ադեբայոն գնդակը Պողոսյանին Ադեբայո ու դեպի ձախ փոխանցում հետևեց այստեղ Մանուկյանը կատարեց փոխանցում դեպի Սերոփյանը վերջինս էլ շարժվում է առաջ կար խախտում բայց գնդակը մնաց Վոտֆորդի մոտ Եսայան ու այո նշանակ է ստուգանային հարված մրցավարը հիմա տեսնենք ինչ է պատահել Ռաֆայել Սերոփյանին հուսանք, որ վնասվածքը լուրջ չի լինի ու ստիպված չի լինի փոխարինվել Սերոփյանը, այնուամենայնիվ կանգնեց ոտքի եւ կաման այո խաղադաշտում
Եվ տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Ոթֆորդին գնդակի մոտ է Գևորգ Կարուշանյանը բավական նպաստավոր է դիտքը հարված կատարելու համար կա մրցավարի Սուլիչ Արուշանյան, բայց բարձր ստացվեց այս անգամ Արուշանյանի կատարած հարվածը Պալերմոն սկսում է խորքից Այվազյան շարժում առաջ Այվազյանը նկատեց խաղընկերոջը, բայց այստեղ Ադեբայոն առաջինը արձագանքեց գնդակին ու եզից կնետեն Պալերմոյի ֆուտբոլիստները Արագորեն Ավակյանը գնդակը ուղարկեց առաջ եւ այստեղ կար ձեռքով խաղ Մանուկյանի կողմից տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Պալերմոյին Կա մրցավարի Սուլիչը, Ավակյան, բարձից փոխանցում, բայց այստեղ կարողացա ներասել գնդակու արագ հակագրոյի հասնում Ոթֆորդը Սահակյան թույլ ստացվեց այս դեպքում Սահակյանի կատարած փոխանցումը այլապես միայնակ դուրս կգար դարպասապայի դիմաց Արմեն Մանուկյանը, եթե Սահակյանի փոխանցումը հասներ Մանուկյանին, հիմա դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Սերոպյանը հետ փոխանցում դեպի Ադեբայոն Գևորգ Կարուշանյան նորից Ադեբայոնին փոխանցում կատարեց Եսայան մեկը պումով փորձեց գտել Արուշանյանին, բայց հեռացեցին Պալերմոյի ֆուտբոլիստները, բայց ոչ այնքան հեռու Գագիկ Սահակյան հերվից հարված ու այստեղ Հունանյանը տեղում մեջ Եվ կարողացավ դիտել գնդակին, հիմա էլ երկրորդ հարգում Ադեբայոն լավ գործեց, բայց գնդակը Պալերմոյի մոտ է Իսկ այստեղ Պալերմոյի ֆուտբոլիստի կատարած փոխանցմանը առաջինը արձագանքեց Գևորգ Կարուշանյանը, Եսայան դեպի Սերոպյանն է փոխանցում հետևում Սերոպյան շարժվեց դեպի կենտրոն, գտավ Հակառակ եզրում Գագիկ Սահակյանին, Ադեբայո հարված Հունանյանը ետ է բղում, իսկ Սերոպյանին Այվազյանը թույլ չտվեց հարված կատարելու գործում Շարժվում են առաջ Պալերմոյի ֆուտբոլիստները 4 րոպե մինչ հանդիպան ավարտու պլյուս իհարկե որքան կփոխհատուցի հանդիպան գլխավոր մրցավարը, բայց առայժմ այս պայդրության Պալերմոն ունի լուծելու մեկ խնդիր արագորեն եւս մեկ գնդակ ետ բերելու փորձել, մտածել ոչ ոքի մասին, իսկ այս պարագայում այս հաշիվը միայն ու միայն ձեռնտու է իհարկե Ոթֆորդին Տաշչյան Եվ այստեղ Ադեբայոն կարողացավ հեռացնել գնդակը Ավակյանն էլ փորձեց հեռացնել, չստացվեց ու հիմա եզրային նետում կտեսնենք Այվազյանը կատարի եզրային նետումը կա փոխանցումը Ավակյան Ավակյան այստեղ փորձեց կրունկով դեպի առաջ ուղարկել գնդակ այս դեպքում չստացվեց եւ հիմա սկսում է Ոթֆորդի հերթական գրոններից մեկը Ադեբայո Գևորգ Կարուշանյան կրկին Ադեբայո եւ փոխանցում է հետևում դեպի դարպասապա Վիտյա Գրիգորյանը խորքից փոխանցում Սերոպյան Շատ լավ նկատեց Ադեբայոյին, բայց այստեղ Ադեբայոյի կատարած հարվածից հետո Պալերմոյի պաշտպանները իրենց վրա ընդունեցին գնդակը հիմա էլ խորքից փոխանցում է հետևում դեպի Եսայանը, բայց Եսայանին չհաջողվեց հասնել Մանուկյանի կատարած փոխանցման ու Պալերմոն նետվում է կրկին առաջ, արդեն կորսելու ոչինչ չկա, պետք է փորձել փրկել այս հանդիպումը ամեն գնով կրճատել գոնե հաշվի տարբերությունը, իսկ Ոթֆորդը իհարկե այս պահին շտապելու ոչ մի տեղ չունի, ունեն երկու գնդակի առավելություն խաղադաշտում եւ դա իհարկե թույլ է տալիս Ոթֆորդի ֆուտբոլիստերին ավելի վստահ զգալ իրենց խաղադաշտում։ Հիմա էլ հարված հետևեց դարպասի ուղղությամբ Նիկոլ Հովհաննիսյանի կատարման, բայց
Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հիմա աջ եզով են շարժվում առաջ Watford-ի ֆուտբոլիստները, Գևորգ Արուշանյանն է ընդունել գնդակը, Եսայան, կրկին Արուշանյան, լավն էր Արուշանյանի այս փոխանցումը, բայց կարողացան գնդակը հեռացնել Պալերմոյի պաշտպանները ու կտեսնենք եզրային նետում։ Եսայանը կկատարի եզրային նետումը։ Երկար փոխանցում Արուշանյանի ուղղությամբ, բայց այստեղ խերացին Պալերմոյի պաշտպանները։ Սիմոնյան ևս մեկ հարված ու հիմա էլ Լունանյանը վերջի պահին դիպավ գնդակին հեռացնելով այն անկյունայինին։ Հիմա Այվազյանի փոխարեն խաղարաշտ վերադարձավ Հայկ Մկրտչյանը ու տեսնենք անկյունայինի խաղարկումը կա փոխանցում դեպի Տուգանայինի Մատուստային, բայց Պալերմոյի պաշտպանները կրկին հեռացնում են գնդակը Գևորգ Արուշանյան փոխանցում, ինչ է կատարում Եսայան դե հարվածում ու Տաշչյանն է իր վրա ընդունում գնդակը հիմա կանգնեցեց մրցավարը հանդիպումը, իհարկե տեսնենք ինչ է պատահել Կարապետ Տաշչյանին բավական ուժեղ հարված ստացավ դեմքի շրջանում Տաշչյանը, բայց հուսանք, որ ոչինչ չկա ու Տաշչյանը կշարունակի հանդիպումը, այդպես էլ կա, այո, հիմա հասնեց գնդակը Տաշչյանը հենց մրցակցին ու Watford-ը կսկսի խորքից Վիցյա Գրիգորյան Մանուկյանն է ստացել գնդակը գրոյ տեղափոխություն դեպի աջ եզր, բայց այստեղ Մկրտչյանը առաջինը արձագանքեց գնդակին Սադաֆյան Կրկին Մկրտչյան հասցրեց փոխանցում կատարել, բայց այն բաժինացավ Ադեբայոյին, իսկ Ադեբայոյի կատարած փոխանցումը թույլ էր ու Դավիթ Ավակյանը խլում է գնդակը սկսելով Պալերմոյի երթական գրոներից մեկը լավ էր մտածել այստեղ էլ Լևոնյանը, բայց փոխանցումը չհասավ խաղընկերոջը Միքայել Այվազյան Երեխություն Հայկ Մկրտչյանն է այս դրվագում, բայց նրա կատարած փոխանցմանը չարձագանքեցին խաղընկերները, հիմա կրկին գրովում է Պալերմոն եւ Արուշանյանը խլեց գնդակը, հետո էլ հասցրին Պալերմոյի ֆուտբոլիստները վերականգնել գնդակի կորուստը Ավակյան բարձից փոխանցում հեռացված է գնդակը Եսայանն էլ մեկ հպումով ուղարկեց գնդակը Սերոպյանի 2-2-ի դիմաց շարժվում է առաջ Watford-ը Սերոպյան ձախ եզրով զարգացնում է արագություն բայց այստեղ հասցրեցին վերադասավորել Պալերմոյի ֆուտբոլիստները Հայկ Մկրտչյանը տվյալ դեպքում կանգնեց գնդակի ճանապարհին ու այստեղ Տուգանային արված է նշանակել մրցավարը դեղին քարտ է ստանում Պողոսյանը հիմա Watford-ի կազմում Եվ վերջ հանդիպումը հենց այստեղ է լավ վարտվում է ծափարություններ երկու թիմերին էլ այս հետաքրքիր հանդիպման համար, բայց Watford-ը կարողանում է վաստակել իր հերթական 3 միավորը ու ամրապնդել իր դիրքը մրցաշարային աղյուսակում։ Շնորհակալություն, որ այս խաղային օրվան ընթացքին հետևեցիք մեզ հետ միասին, բարի գիշեր ու ամենայն բարիք։